Ոնց ստացվեց, որ Աֆրիկայում հայտնվեցիք։ Մենք ունենք մի քանի իրոք մեծ կարգո ինքնաթիռներ, Ռուսլան, Il-76 4 հատ ունենք։ Եվ ստացվեց այնպես, որ Աֆրիկա սկսեցինք նույնպես բեռնափոխանակություններ անել, հետո առաջինը ես կասեի Կոնգոյի հետ էր մեր հարաբերությունները, նախագահան շատ մոտիկ ընկեր էր, Կաբիլան, հրավիրվեցին Կենիա, հաղթեցինք ընտրությունները, ես եղել եմ փոխոստիկանապետ, իմ ազդեցության տակ Շրի Լանկան, Քուվեյթն եւ Քենիան, Աֆրիկյան ռեգիոնը։ Ինչու որոշեցիք Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ։ Քանի որ տեսնում ենք, որ տանգված է արդեն երկրի անվտանգությունը։ Ոնց ապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Նշել ենք բարձր տեխնոլոգիաներ եւ վարձկաններ։ Իսկ ինչ արժի մասնավոր բանակ բերելը։ Թե անհատի մասին է խոսքը գնում 3-ից 4-5,000 դոլար։ Եթե խոսքը գնում է, ասենք, Blackwater-ի պես կազմում, որը վրա անունը փոխել է, մինչև 10,000 դոլար։ Այսինքն չեք հավատում իշխանությունների ընդդիմանը, որ արդեն խաղաղություն է հաստատվել։ Իհարկե չենք հավատում։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանն է։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Սարգսյան, դուք համեմատաբար նոր եք մեր քաղաքական ասպարեզում, ձեր ուժն է նոր գրանցված։ Մի քիչ կպատմեք ձեր մասին, ինչով եք զբաղվել, որովհետև նաև ձեր անվաշուշ տարբեր պատմություններ կային մամուլում։ Հիմա որ մեր դիտողներն էլ էլի պատկերացում կազմեն ձեր մասին, ինչ մասնագիտությունն եք, ինչով եք զբաղվել։ Նախ ասեմ, որ ծնվել եմ Երևանում, ապրել եմ Երևանում, եղել եմ համար 10 սպորտ գիշերօթիկի սան, լողի ՍՍՀՄ-ի հավաքական, հետո ընդունվել եմ Երևանի պոլիտեխնիկական ֆակուլտետ, մեքենաշինություն, երկրորդ կուրսից փոխվել եմ կոսմիկական սարքաշինություն, մեր հանրահայտ ակադեմիկ Գուրզադյանի մոտ էինք սովորում, Գառնիում կոչվում էր SKB Գրանիտ, կիսագաղտնի ինչ-որ օբյեկտ էր։ Դրանից հետո 90-ականներին, 92-ին մեկնել ենք Դուբայ ընտանիքով, ստեղծել ենք բիզնեսներ, սկզբից փոքր, հետո դարձել է մի քանի երկրում, դրանց ֆիլիալները, հետո հայտնվել ենք Աֆրիկայում։ Ոնց ստացվեց, որ Աֆրիկայում հայտնվեցիք։ Մենք այն ժամանակ զբաղվում էինք բեռնափոխանակություններով եւ Ռուսաստանի Վորոնեժից վարձում էինք եւ գնում էինք լիզինգով ինքնաթիռներ, հիմնականում կարգո եւ դա այն ժամանակներ, որ այդ չելնոկներ էին ասում, հա, ամբողջ Ռուսաստանի туриզմը մենք էինք սպասարկում եւ ընդունում, համարյա թե ամբողջ Ռուսաստանի, քանի որ միայն մեր ֆիրման էր հասցնում ապրանքը այդ չելնոկների իրանց հետ ուղարկել ոչ թե մնար օրերով կամ ամիսներով, քանի որ մենք ունենք մի քանի իրոք մեծ կարգո ինքնաթիռներ, Ռուսլան, Il-76 4 հատ ունենք։ Եվ ստացվեց այնպես, որ Աֆրիկա սկսեցինք նույնպես բեռնափոխանակություններ անել, հետո առաջինը ես կասեի Կոնգոյի հետ էր մեր հարաբերությունները, նախագահան շատ մոտիկ ընկեր էր, Կաբիլան։ Այդտեղ իր ծնունդին հանդիպեցինք արդեն Քենիայի այն ժամանակվա վիցե-պրեզիդենտի դուստրը եւ հրավիրվեցին Կենիա, հետո նա դարձավ ընդդիմություն, պաշտպանում էինք իրան, արդեն ընտանեկական հարցեր, քանի որ այդ ժամանակվա նախագահան Արաբ Մոյը շատ հզոր դիկտատոր էր, նա օպոզիցիայի ղեկավարն էին, ուղղակի կերցնում էր առյուծներին։ Այդ աֆրիկյան դիկտատորների բարի բուն իմաստով, այո։ 27 տարի դիկտատոր էր, 27 տարի փողը մենակ իր մոտ էր, մի խոսքով նա էր Ռուանդայի կոտորածների կազմակերպողը Արաբ Մոյը, դա ես չեմ ասում, դա միջազգային քրեական դատարանի կողմից հաստատված, մի խոսքով արդեն դարձել էր ընտանիքի հարց, հետո դարավ քաղաքականության հարց։
Իսկ որ ասում եք պաշտպանում եք, ինչ նկատի ունեք, անվտանգությունն եք իր ապահովում։ Անվտանգությունը թաքցնում էինք, երկրից հանում էինք, նույնիսկ եղել է ժամանակ, որ երկրից հանել ենք կողքի երկիր Տանզանիա կամ Յուգանդա պահել ենք, որպեսզի իրոք մարդու կյանքը վտանգված էր, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ կյանքը վտանգված էր։ Նա համարում էր Արաբ Մոյին դավաճան, քանի որ իրար հետ սկսել էին Մաու շարժումը բրիտանացիքի դեմ, հետո Արաբ Մոյը իրենց դավաճանել էր եւ իրոք Արաբ Մոյը դարձել էր մի իդիոմինի պես չեր ուտում մարդկանց, բայց սպանում էր, ով որ համակարծիք չէր իր գործին, իսկ իր գործը Կենիան տարել էր դեպի փակուղի, թե միջազգային գործընկերների համար, թե էկոնոմիկական աղքատություն, այսինքն այդ սլամները մի քանի տեղ, մի խոսքով շատ մեծ աղքատության էր տարել, հաղթեցինք ընտրությունները, այդ հզոր մարդու հետ պայքարում 80% մենք տարանք հաղթանակ։ Բռնապետական երկրում ընտրություններում հաղթեցինք։ Այո, բռնապետական երկրում ընտրություններում հաղթեցինք։ Իհարկե, հենց հաղթելուց հետո եղավ մահափորձ, կրակեցին այդ Շարասյան վրա, Range Rover-ը պտտվեց եւ Մոհայ Կիբակին նույնիսկ առաջին ինագուրացիային եկել էր այդ սայլակով ոտ ձեռ ջարդած։ Դրանից հետո եղավ հեղաշրջումներ, առաջի հեղաշրջումը եղավ, քանի որ Արաբ Մոյը դուրս էր եկել, բայց այդ ամբողջ նախագահական թիկնազորը նույն ցեղից էին եւ համարյա այդ Գորբաչովի տարբերակն էր, հայտարարեցին, որ Կիբակին մահվան մահճակալին է, ոչ ոքի չի հիշում։ Ես նոր էի դուրս եկել իր մոտից, ոնց որ գալիս եմ տուն, նորությունները այտենց ռեպորտաժ է տանում, հասկանում ենք ինչա կատարվում, 30 հոգի հավատարիմ մարդ ունեինք, քշեցինք այդ State House-ի վրա, սկսեցին մեր մեքենաները գիտեն, բայց սկսեցին կրակել մեր մեքենաների վրա, եղբայրներս մնացին ուշադրություն գրավելու, մենք գետնի տակի մուտքերը գիտեինք բրիտանացիների սարքած, մի խոսքով գնացինք, ազատեցինք այդ մարդուն, տարանք մեդիա, ժողովուրդ դուրս եկավ։ Կանխեցիք հեղաշրջման փորձը։ Առաջին հեղաշրջումը այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց ստեղծել մի հատուկ ջոկատ, քանի որ էլի եմ ասում, նախագահան գնացել էր, բայց այդ ամբողջ նախագահական թիկնազորը 500 հոգի մնացել էին իր ցեղից եւ նրանք չէին համակերպվում, որ պետքա Արաբ Մոյը չլինի։ Ստեղծվեց հատուկ ջոկատ QRU, Quick Response Unit, ազատ արձագանքման գումար տակ, հետո իհարկե դառավ Force, հավատարիմ մարդկանցից ամենալավ պարապմունքները տարբեր միջազգային գործընկերների կողմից ստացավ եւ մենք ստեղծեցինք QRO-ի նշանակությունը դա հակահաբեկչություն եւ առաջի դեմքերի պաշտպանություն, հետո ստեղծվեց հականարկոտիկը Քենիայի DA-ը, որը որ սկզբից ստեղծվեց մեր գումարներով եւ նույնպես ես դարձա այդ հականարկոտիկսի ղեկավարը, քանի որ Քենիան այն ժամանակ Արաբ Մոյի ժամանակ նարկոտիկի տրանզիտի գոտի էր եւ մնացել էր միակ աֆրիկյան երկիրը, որը որ ուղիղ չվերթներ ուներ Եվրոպա, մյուս բոլոր երկրները արդեն չվերթները կանգնեցրել էին, քանի որ լինում էր նարկոտիկի տրաֆիկ եւ իլեգալ այդան էմիգրանտների տրաֆիկ։ Քենիան փակման եզրին էր եւ մեր DA-ը շատ բազում ձերբակալություններ կատարեց, ունենք բազում պատվոգրեր ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների պայքարի կոմիտեի կողմից, մի խոսքով մինչև հիմա Kenya Airways-ը միակ գործող աֆրիկյան Հյուսային Աֆրիկան չենք հաշվում, հա, աֆրիկյան ավիաուղին է, որ ուղիղ չվերթներ ունի դեպի եվրոպական երկրներ։ Մյուս բոլորը գալիս են Քենիա
Քենիայից նոր գնում են Եվրոպա։ Իսկ ինչ պաշտոններ եք դուք կամ ձեր եղբայրները զբաղեցրել Քենիայում։ Ես եղել եմ փոխոստիկանապետ, քանի որ հաստիկ չկար, բայց չեմ պատկանել ոստիկանապետին, պատկանել եմ անմիջապես նախագահին, բայց պաշտոնը փոխոստիկանապետ էր Քենիայում անգլիական համակարգը, այսինքն SP, SSP, հա, DCP-ին պաշտոնը DCP, Deputy Commissioner of Police, որը որ համընկնում է գեներալ լեյտենանտի պաշտոնի հետ։ Իսկ ձեր եղբայրները ինչ որ պաշտոններ զբաղեցրել են։ Ավագ եղբայրս ոչ, կրտսեր եղբայրս, այո, եղել է գումարտակում, կապիտան մի կոչում ուներ, հետո երբ որ արդեն որոշել էինք, որ պետք է քաղաքականությամբ զբաղվենք, մենք մեր կրտսեր եղբայրը ուղարկել ենք Հայաստան, բարձրագույն կրթություն ունենալով տեղավորվել է որպես շարքային համակարգում, աճել է մինչև մայոր եւ ոչ ոք էլ չգիտեր, որ մեր եղբայրն է եղել է երկու հատուկ ջոկատների ստեղծող, վերջի հատուկ ջոկատը մեր ձերբակալությունից առաջ էր ստեղծել, ժամանակավոր պաշտոնակատար էր, ռազմական ոստիկանության հատուկ ջոկատի ստեղծողն է, երբ որ մեզ ձերբակալեցին, գնացին տունը խուզարկության, պարզվեց, որ միանգամից վտանգ զգացին, քանի որ ասացին, այս հատուկ ջոկատը վաղը կարող է խնդիրներ ստեղծի։ 3 եղբայր եք դուք։ Այո, 3 եղբայր ենք եւ ունենք որդեգրած եղբայր։ Հա, իսկ այդ անունը ոնց է առաջացել Arthur Brothers։ Arthur Brothers, ուրեմն ասեմ, նախ արտակ անունը շատ դժվար է արտահայտել որոշ երկրներում եւ արաբական երկրներում նույնիսկ եթե սխալ ես արտահայտում դա հայ-հոյ հանք է, եւ մեծ եղբոր անունով ասենք Արթուր, իսկ Քենիայում ընդհանրապես ասենք իմ անձը լինելությունը դա գաղտնիք էր, մեկ անգամ դրվեց պարլամենտի քննարկության, փակ քննարկություն եղավ, ոչ միայն իմ բոլոր գումարտակի տղաների անձը գաղտնիության տակ էր, մինչև հիմա էլ գաղտնիության տակ է, եւ նույնիսկ երբ որ նրանք դասընթացների կամ մտնում էին headquarter, նրանց դեմքերը փակ էր, միայն մատնահետքով եւ քարտով էր, եւ դրա համար որոշ ընդդիմադիրներ դրան դեմ գնացին, փակ նիստ եղավ, 15 րոպե նրանց բացատրվեց, որ պետությունը չի կարող պաշտպանել այդ անձանց եւ այնտեղ դա այն երկիրներ, որ մեկ օրվա տարբերությամբ ամերիկյան դեսպանատաներ էին պայթացնում, դա այն երկիրներ, որ Սուդանում հարց ունենք, դա այն երկիրներ, որ Սոմալիից Ալ-Շաբաբն էր մեր դեմ եւ ընդդիմադիրները հասկացան, որ իրենց քնելը ավելի հանգիստ քնելը ավելի կարևոր է, քան գումարտակի ժողովրդի անունները իմանալ։ Իմ անունը ընդհանրապես գաղտնիության տակ է, մինչև հիմա էլ գաղտնիության տակ էր։ Իսկ ոնց հեռացաք Քենիայից։ Սովորական։ Որն էր էլի պատճառը։ Չկար պատճառ, որոշեցինք մասնակցել Հայաստանի քաղաքական պայքարին։ 2029 եք հեռացել, այսինքն Քենիայից։ Որպես հեռանալ, այսինքն 20 թվին, վերջի անգամ 18-ին երևի, հետո ահագին ժամանակ եղել եմ ուրիշ երկրներում, բայց գնալ գալ կար։ Արաբական Էմիրություններ, Մալդիվներ։ Մալդիվներ, Մալդիվ ես չեմ գնացել, եղբայրներս էին Մալդիվում, ունենք այնտեղ 2 կղզի, մեկը հյուրանոցային, մեկը դատարկ, կառուցել ենք Մալդիվի Cineplex-ը, առաջին սինեման։ Մալդիվ երբեք չեմ եղել, բայց ունենք գործունեություն, ունենք ֆիրմաներ։ Իմ ազդեցության տակ Շրի Լանկան է, Քուվեյթն է եւ Քենիան, Աֆրիկյան ռեգիոնը։ Մենք եղբայրներով բաժանված ենք, որը, ասենք, մեծ եղբայրս Արաբական Միացյալ Էմիրություններ։ Շատ լավ, ինչու որոշեցիք Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ։ Տեսեք, Հայաստանում ես արդեն ասացի, վաղուց էինք որոշել քաղաքականությամբ զբաղվել, քանի որ տեսնում էինք, որ ժողովրդի կյանքը չի լավանում։ Իրոք ժողովրդի կյանքը չէր լավանում եւ երբ որ տեսնում ես ինչ հեշտ է կյանքը լավացնել, ասենք ուրիշ երկրում, որը որ ավելի ողբերգական վիճակի մեջ է, երբ որ տեսնում ես, որ քո ազգը չի լավանում, այդ աղքատությունը կա, այդ ժամանակվանից ասացի, արդեն կրծոր եղբորս ուղարկել էինք, որ իմանայինք ինչա կատարվում։
հենց առաջի դեմքից, ոչ թե լուրերով կամ ընկերներով, ով մեզ այցելում էր։ Հետո որ արդեն զգացինք վտանգված արդեն երկրի անվտանգությունը եւ տարածքի անվտանգությունը, եկանք պատերազմից մի քանի օր առաջ եւ ասացինք, որ պատերազմը սկսվելու։ Ում ասացիք։ Կառավարության ուղերձներ ուղարկեցինք, որ պատերազմը սկսվելու, իհարկե անտեսվեց, չնայած որ դրանից առաջ էլ առաջին անգամ 2004 թվականին այդ գրառումները կա իմեյլով անվտանգության խորհրդի նախագահին ենք դիմել, որ թույլ տվեք մեզ ստորգետնյա դրոնի եւ պայթուցիկի գործարաններ տեղ տրամադրեք, նույնիսկ կարող է լինել մետրոյի օժանդակ տարածքներ։ Եվ մի ամիս այտենց նամակագրությունից հետո ասացին մեզ դա պետք չի։ Բացատրում էինք, որ կռվի ամեն ինչը փոխվելու է, այդ կռվի հոգեբանությունը, կռվի մորալը մի հատ երեխա նստելու է, ձեզ վերացնի դրոններով, հատ հետապնդելու է, ձեր ունեցած զենքերը շատ թույլ են։ Իրանք ասում են մենք բուֆերային գոտի ունենք, ասում ենք այդ զենքերը որ գալիս են բուֆերային գոտին չկա, գոյություն չունի։ Մի մտածեք, այդ որ տեսնելու եք աշխով գրադը 20 կիլոմետրից մտածեք հարձակելու են, չեք իմանալու որ ձեր վրա հարձակվելու են։ Մի խոսքով, երբ որ պատերազմը սկսվեց, նույնիսկ գնացել եմ ԱԱԾ, նամակ եմ գրել, քանի որ տիրապետում եմ բոլոր արաբական դիալեկտներին եւ խոսում եմ վարժ ուրդու, բացի Մորոկոյի, Ալժիրի, Թունիսի դիալեկտից, բոլոր արաբական դիալեկտներով վարժ խոսում, գրում եմ եւ խոսում եմ ուրդու, դիմում գրեցի, որ թողեք մասնակցեմ ձեր ռադիո ոնց է կոչվում հայերեն, այդ բերեխվատին, կթարգմանեմ վարձկանների տեղերը, կեղծ դիրքեր կուղղորդեմ, նրանք նույնիսկ չեն էլ զգա, որ ես իրանցից չեմ, ասացին ձեր ծառայությունը մեզ պետք չի, հա։ Մի խոսքով ունեցանք այն ինչ ունեցանք։ Արցախի հանձնում փորձեցինք միանալ ժողովրդական շարժումներին։ Վերջինը սրբազան պայքարներ, որին միացաք։ Հիմա դուք սրբազան կասեք, մենք ուրիշ կասենք։ Տեսանք, որ շարժումները արդար են, բայց ղեկավարները ոչ արդար եւ ժողովրդի կողմից էլ պահանջարկ ներկայացվեց, որ հերիքա շարժումների միանաք, եկեք դուք մտեք քաղաքական պայքարի մեջ։ Մենք էլ արդեն որոշել ենք քաղաքական պայքարի մեջ, ճիշտն ասած, ես մտածում էի ստանում եմ երկրորդ կրթություն իրավագիտություն, ինձ շատ օգնում է, քանի որ 30 տարի համարյա որ հայերեն չէի խոսացել, մենակ ընտանիքի հետ, ասենք բառապաշարի շատ հարց կար։ Այս կրթությունը ինձ օգնում էր, որոշել էի քաղաքականությամբ զբաղվել, երբ որ ավարտեի բուհը, բայց իրադարձությունները այնպես արագ են զարգանում, որ այդ ժամանակը կարող է չունենանք եւ ավարտենք Ադրբեջանի, ասենք բուհը, ոչ թե Հայաստանի։ Կուսակցությունը ստեղծել եք 2025-ին, գրանցվել է 2026-ին, ճիշտ է։ Այո, կար խոչընդոտներ, շատ մեծ խոչընդոտներ, նույնիսկ վստահված անձներ մեզ ծախել, այսինքն թղթերը ներս էին տալիս, արագացված ընթացակարգով գումարը վճարել էինք, 10 օր չանցած, 8-րդ օրը մեզ զանգում էր, ասում էր, պարոն Սարգսյան, ինչ-որ անընթեռնելի անձնագրեր կա, ինչ-որ հարց կա, թույլ տվեք գնամ վերցնեմ։ Արդեն դառնում էր մի տարի եւ մի տարի հետո պետք է նոր համագումար անեին, եղավ եւս մեկ զանգ, արդեն սիրտս ոնց որ բան էր վկայում, ասացի լավ, դուք գնացեք պետրեգիստր, ես ավելի շուտ հասա պետրեգիստր, գնացի այդ աղջիկի մոտ, ասացի մի հատ այդ օրենքի պահանջ ցույց տվեք, որ դուք ասում եք, ասացին պարոն Սարգսյան, ինչ օրենքի պահանջ, ձեր թղթերը մեր մոտ չի։ Բերեցին մատյանները, տեսնում ենք մուտք է եղել մեր ներկայացուցիչի հետ, 2 օրից մարդը գնաց է թղթերը հետ է վերցրել, էլի մուտք է եղել, էլի հետ է վերցրել, մեզ էլ ներկայացրել է, որ մենք ինչ-որ խմբագրման սխալ ունենք, տեքստի սխալ ունենք, անընթեռնելի
անձնագրեր ունենք, խոսքով Հիմա ձեր կուսակցության վարչության 7 անդամներից 4-ը դուք կամ ձեր ընտանիքի անդամներն եք, ինչու է այդպես ստացվել։ Տեսեք, կար նախ վստահության հարց, հա, եւ կար, ասենք, ամենակարևորը վստահության հարց կար, հա, որ ստեղծելուց, ասենք նամանավանդ, որ դու մի երկրում իշխանություն ես, լավ ես հասկանում ինչ ձև կարող է ներդրվի, ասենք մենք էլ ենք այնտեղ գործ արել, անվտանգություն ապահովելու համար, կար վստահության հարց եւ քանի որ 30 տարի էլ երկրում չէինք եղել, սկզբից ստեղծվեց այդպես, բայց հետագայում իհարկե դա փոխվելու է, համագումարներ կլինի, կփոխվի։ Եվ կուսակցությունը որպես այդպեսին ես ձեզ ասեմ, ես կուսակցություններին ընդհանրապես դեմ եմ, բայց Հայաստանի օրենսդրությամբ անձը չի կարող մասնակցել ընտրություններին եւ իմ համար կուսակցությունը, ասենք, ինչ է դեմ կուսակցություններին։ Դա աղանդների պես ազգը պարակտելու գործիք է, ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, դա ուղղակի կառավարման ձև է, որպեսզի ազգը պարակտվի։ Կապ չունի կուսակցությունը աղանդ է։ Ինձ համար կուսակցությունը դա գործիք է, որ ժողովրդավարական ձևով հաղթել եւ հասնել ծառայության։ Երբ որ դու արդեն հաղթել ես, կուսակցությունը իր դերը ընդհանրապես պետքա կորցնի։ Շատ լավ, բայց ամբողջ ժողովրդավարական աշխարհում կուսակցական համակարգով են մասնակցում ընտրություններին, չգիտեմ, շատ զարգացած երկրներ խորհրդարանական են։ Ես ասացի ժողովրդավարության գործիք է ժողովրդավարական ձևով հասնել արդյունքի հաղթանակի։ Բայց ես չի ասի, որ դա իդեալական ինչ-որ կառավարման մեթոդ է։ Որն է իդեալական կառավարման մեթոդը։ Ես չգիտեմ, մեր ազգը երևի պատմության մեջ ավելի լավ մեթոդներ է ունեցել, մենք մեր թմում ունենք պատմագետներ, կրոնագետներ, որ առաջարկում են հայ ազգի ավելի լավ կառավարման մեթոդները, դա պետք է հետագայում քննարկվի։ Իսկ այս կուսակցական ձևերը, որ իբր ամբողջ աշխարհը ժողովրդական է, ես կասեի, որ այդքան էլ ժողովրդական չի, մենք տեսանք, որ ամբողջ աշխարհը ընտրել է մի մարդակերների, ասենք, աղանդի, որը որ աշխարհը ղեկավարում է։ Իսկ մենք այդ մարդակերների աղանդին հանդիպել էինք թե Կենիայում, տեսել էինք նույն ձևի, ասենք, մի կղզին է բացահայտվել Էփշտեյնը, բայց անենք չի, որ Կենիայում չկար այդ նույն, դա Կենիայի, ասենք, գաղտնիք է, չենք հրապարակել, գիրք ենք տպել Արթուր եղբայրների X-Files-ը, գաղտնի մատերիալները, հետո Կիբակի եւ Դեսմոնդ Տուտուի խնդրանքով գիրքը մնաց մի փոքր, ասենք 10-15 օրինակով, մնացածը որոշվեց չհրապարակել, քանի որ այդ գրքում թե վիդեո, թե աուդիո բաներ կային, որ Էփշտեյնից ավելի վատ էին։ Որ ես հարցազրույցներում մեր երիտասարդ նորաստեղծ ուժերին ասում եմ, դուք չեք էլ պատկերացնում ինչ արկածախնդրության մեջ եք մտնում, ինչ մարդակերների, ինձ նրանց թվում է, թե ես փոխաբերական իմաստով եմ ասում, ոչ, տեսել ենք, շփվել ենք, այդ Հայաստանը Քենիա չի, պարոն Սարգսյան։ Տեսեք, որտեղ որ կուսակցական այդ ձևերը կա, ամբողջ համակարգը նույնն է, կապ չունի, Կենիայում է զբաղվում քաղաքականությամբ, ոնց որ միտեղ գնաս Մակդոնալդս եւ գնաս Ասիայում Մակդոնալդս, մենյուն համարյա նույնն է, հասկանում եք, այս կուսակցական ձևը հենց դրա համար էլ ընտրված է, որպեսզի լինի պարակտում, ազգերը չմիավորվեն։ Շատ լավ, ինչ քաղաքական գաղափարախոսություն ունի Քոչարի կուսակցությունը։ Ազգային պահպանողական։ Շատ լավ, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ձեր պատկերացումներից խոսենք, ինչպիսին պիտի լինի մեր արտաքին քաղաքականությունը։ Ես ասել եմ Սինգապուրի պես, վեկտորներից հրաժարվել։ Այսինքն ոչ հապկում լինենք, ոչ ՆԱՏՕ-ին դիմենք անդամակցության։ Հայաստանը պետք է կամուրջ լինի։ Ես ասում եմ Սինգապուրի պես, Սինգապուրը հոյակապ հարաբերություններ ունի Չինաստանի հետ եւ Արևմուտքի հետ։ Այսինքն դուրս եք գալու հապկից, եթե իշխանության լինեք։ Ժողովուրդը պետք է որոշի, հանրաքվեով։ Բայց մեր արտաքին քաղաքականությունը եւ պատմությունը ցույց է տալիս, երբ որ Հայաստանը բևեռ է ընտրել, եղել է կործանման շեմին եւ տարածքներ է կորցրել։
Շատ լավ, իսկ ինչպես է ապահովելու անվտանգությունը այդ դեպքում, եթե ինչ-որ մեծ անվտանգային կառույցի մաս չենք։ Ո՞րն է այդ անվտանգային կառույցը այսօրվա աշխարհում։ Երկու անվտանգային կառույցներ կան, ինչքանով են գործում, ինչքանով չէ, դա այլ հարց է, բայց ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն են այս պահին։ Հիմա լավ, Արցախյանը տեսել ենք Հայաստանի հողերի զավթում, տեսել ենք Արցախի հայաթափում, երբ որ ասենք կային այնտեղ խաղապահներ։ Տեսել ենք Պարսկաստանի դերը ու այս վերջի իրադարձությունները ամբողջ այդ GCC երկրների հանդեպ, որտեղ որ կային ամենահզոր բանակի բազաները։ Եվ չի կարողացել պահել։ Այսինքն մենք խոսանք անվտանգային կառույցի մասին, որ մի ժամանակ, երբ որ Քուվեյթը օկուպացված էր Իրաքից, ողջունում էին ամերիկյան բանակներին, քանի որ 9 ամիս օկուպացիայից հետո Ամերիկան օգնեց, այնտեղ նույնիսկ ճանապարհային այդ մեծ ցուցանակներ կա God bless American troops, հա, Աստված օրհնի ամերիկյան զինվորներին, իսկ այսօր ներկով դրանք ներկում են եւ ժողովուրդը փողոցա դուրս գալիս, ասում է վռնդեք ամերիկացիներին, մենք չենք ուզում զոհվենք ամերիկացիների պատճառով։ Այսինքն այդ աշխարհը հիմա այնքան արագ է շարժվում, որ հույս դնել այս ուժերի վրա, որ նրանք քեզ պաշտպանելու են, ոչ, նրանք չեն պաշտպանելու։ Դիլերի երկիր է դարել, Տրամպի ասած։ Երկու այդ խոշորները պայմանավորվելու են եւ եթե պայմանավորվեցին, հարձակվելու են, չպայմանավորվեցին, չեն հարձակվելու։ Դա ոնց ապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Առաջին հերթին պետքա քո ռազմաարդյունաբերությունը, էկոնոմիկան ռազմաարդյունաբերությունը, պետքա շահերդ համընկնի։ Ապա շրջափակումը պետքա կայանա եւ այդ բեռը միշտ դրվում է հաղթող ուժի վրա 30 տարի մենք հաղթող ուժ էինք, այդ բեռը մեր վրա դրված էր, մենք ձախողեցինք եւ աշխարհը դուրս եկավ մեր դեմ 4 միլիարդ մարդ պետքա իրար հետ կապնվի այս ճանապարհով հիմա այդ բեռը դրված է Ադրբեջանի վրա եւ նա էլ է ձախողում թրիփի իրագործումը թրիփ կասեք Պուտին կասեք կապ չունի մեր վզին Պուտինը այդ ճանապարհը փաթաթեց, հետո փոխվեց տրիպի ճանապարհ, ինչ ուզում եք անունը դրեք, ուզում եք Ալիևը ընդհանրապես ասում է Ալիևի ճանապարհ, այդ տրիպը մենակ մեր հողի մեջով անցնում, բայց չգիտես ինչու Ադրբեջանով էլ տրիպ չկա, հա։ Մենք կասենք մեծ մետաքսի ճանապարհը, դա ավելի լավ է, միջև Տրամպը, միջև Պուտինը այդ ճանապարհը եղել է, հայերը հիմնական կոմունիկատորներն են եղել այդ ճանապարհի պաշտպաններն են եղել հայերը նույնիսկ միջև Չինաստան հայկական գվարդիաները ուйգուրների հետ այդ ճանապարհի պաշտպաններն են եղել կոմունիկացիաները բացվելու է Հայաստանը պետքա իր ռազմաարդյունաբերությունը զարգացնի ստորգետնյա անպայման ստորգետնյա մենք նշել ենք բարձր տեխնոլոգիաներ եւ վարձկանները նույնիսկ 44 օրյայի ժամանակ ենք առաջարկել պետությանը, բայց մերժվել է, նույնիսկ օրենք է ընդունվել, որ անօրինական է, քրեորեն պատժելի է։ Իսկ ինչ արժի մասնավոր բանակ բերելը։ Նայած, եթե խոսքը գնում է անհատի մասին, կամ խոսքը գնում է, ասենք, Blackwater-ի պես, ինչ որ կազմակերպության մասին, նայած ինչ են, եթե անհատի մասին է խոսքը գնում 3-ից 4-5,000 դոլար, եթե խոսքը գնում է, ասենք, Blackwater-ի պես կազմա, որը որ անունը փոխել է, միջև 10,000 դոլար։ Իսկ մեկ զինվորի ներգրավվածությունը։ Մեկ զինվորի եւ տեխնոլոգիաների, որը որ նրանք օգտագործում են։ Դա ինչ որ ժամանակի համար է, ասենք 1 ամիս, 1 տարի։ 1 ամիս։ Մեկ ամիս, մեկ պրոֆեսիոնալ զինվորի, օրինակ Հայաստան բերելու եւ ինչ-որ մարտական գործողությունների մասնակցելու համար 10,000 դոլար գումար է պետք։ Դա Blackwater-ի պես կազմակերպություն, որը որ սենց ասենք, հա, այդ կազմակերպությունները, որ անգլերենում տարբեր ձև են կոչվում, ասենք, defense contractors, դրանք իրականում ստեղծվում են, որպեսզի գերուժերը ցույց չտան, ասենք, որ իրենք կատարում են ռազմական գործողություններ ինչ որ երկրում, ուղարկում են իբր
ՉՎԿ, ՉՎՕ, Defense Contractor, իսկ եթե դա արդեն այն ամենավերջի զենքերով, արբանյակային հետախուզական տվյալներով մի կազմակերպություն է, որը որ ասենք այդ երկրի շահը համընկնել է քո երկրի շահի հետ, դու այնպես ես ներկայացրել երկրի շահը, որ համընկնել է եւ նրանք ուղարկել են այդ կազմակերպությունը։ Իսկ եթե խոսքը գնում է ուղղակի են Soldier of Fortune, հա, սալդատ ուդաչի, նրանք ուղղակի հավաքագրված Շատ լավ, հիմա առաջարկել եք 80,000-անոց, մինչև 80,000-անոց մասնավոր բանակ բերել Հայաստան, դա ոնց որ մեկ ամսվա գումարը $800 միլիոն է կազմում։ Ինչքան ժամանակ կարող ենք մենք պահել այդ բանակը Հայաստանում։ Տեսեք, մասնավոր բանակները գալիս են ըստ առաջադրանքի, հա, խնդիր կատարեն գնան։ Այո, խնդիր կատարեն գնան, եթե ինչ-որ մի մասը պետքա մնա։ 800 միլիոն ինչի թվում որ դա մի մեծ թիվ է եւ Արցախի, եթե խոսքը գնում է Արցախի պատերազմի ժամանակ, իհարկե 80,000-ը պետք չէր, այնտեղ 10-15,000-ը արդեն լուրջ հարց էր լուծելու։ Իսկ հիմա այդ 80,000 զորքը ասում եք, որ պետք է Նախիջևանը եւ Արցախը ազատագրելու համար, ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը։ Առաջին հերթին Հայաստանի ինքնիշխան տարածքները ազատել։ Այդ 200 քառակուսի կիլոմետրից ավելի։ Արցախն էլ է։ Հա։ Դրա մեջ մտնում։ Սկզբից առաջարկ խաղաղ կերպով հեռանալ, տալ ժամանակ։ Չհասկացան, ուրեմն կազատագրվի, կամ կգերեվարվեն, կամ կոչացվեն։ Իսկ աշխարհը տենց հանգիստ ընդունելու է այդ իրադարձությունները։ Այսինքն աշխարհը երբ հանգիստ չի ընդունել։ Չգիտեմ, 120,000-ին հանգիստ ընդունել է։ Երբ որ իրեն շահերը համընկնում այդ ամեն ինչը, դա ես ասացի, իսկ մեր շահերը ով է ներկայացրել միջև հիմա։ Հիմա աշխարհում կան երկրներ, ում հետ մեր շահերը բռնում են, բայց մեր շահերը չի խոսում։ Ռեկլամա արվում կողքի պետությունը, կողքի պետության շահերն է ռեկլամա արվում։ Տեսեք, դուք հետքն եք, ես շատ ժամանակ նայում եմ, լավ հետաքննություններ ունեք լրագրողական, մի հատ խնդրեմ անդրադարձեք 700,000-ից ավել Բաքվի փախստականներ։ 30 տարի է անցել, չէ՞, քանի տարի է անցել։ 35 տարի։ Մասիվի հանրակացարաններ, Զեյթունի հանրակացարաններ, միջև հիմա վարձող ապրողներ, Սումգայիթի փախստականներ, ասինքն այդ մարդիկ, որ երևի ամենալավ վիճակը Կիրովաբադցիկիններ, նրանք միջև վերջ մնացին, փոխանակեցին, վաճառեցին, գնացին Պիտիգորսկ։ Հիմա ես հարգում եմ ձեր այդ հետաքննությունները, որ այդ օլիգարխների հետևից եք գնում, բայց մի հատ էլ գնացեք, տեսեք 30 տարի է այդ մարդիկ վարձով հանրակացարաններում ապրում են։ Ով էլ որ հանրակացարանում չի ապրում, դրան պետությունը նպաստ չի տալի։ Ինչով է տարբերում այս 120,000 արցախցիքից։ Մենք համարյա միլիոնից ավել, մենակ Բաքվից 700,000 փախստական ունենք։ 700,000, որ եկել էին այն ժամանակ, պետությունը խոսք էր տվել, ոչ ադապտացիա եղել, ոչ ինտեգրացիա եղել, հասարակության կողմից չընդունված, ես հիշում եմ այն ժամանակ թուրքի մատոր, ես ինչ տերմիններ, հա, հիմա էլ նույնը արցախցիքն են։ Ստրկատիրական իրավունքով, այսինքն երբ որ մարդու ձեռքից սեփականությունը վերցնում ես եւ իր վահաջորդությունը վերանում է, հասարակարգը ստրկատիրության է գնում։ Շատ լավ, պարոն Սարգսյան, ասում եք, որ Ադրբեջանը մասնատվելու է, որտեղից է այդ ինֆորմացիան, ինչու եք նման եզրահանգման եկել։ Ես ասում եմ, Ադրբեջան մենք չենք ճանաչելու որպես այդպիսի մեծ կասպյան երկիր, դա արհեստացին երկիր է, եւ մենք մի քանի, ասենք, ազգությունների վտարանդի կազմակերպությունների հետ համագործակցում ենք, որոնք ապրում են այդ մեծ կասպյան երկրից դուրս, նույնիսկ կան ազգատեսակներ, որ համաձայն են Հայաստանի հետ ապրել, քան թե Ադրբեջանի հետ, նրանց ապրելու վիճակը շատ վատ է, Ադրբեջանը միշտ նրանց առաջի գիծատանում կոտորում է, որպեսզի ներքին հարցերը լուծի,
Մեր գործը մեր հողը ազատելն է։ Մյուսներն էլ կմիանան եւ ես գտնում եմ, որ այդտեղ այդ բռնի միացված ազգերը կարող են հաշտ ապրել կոնֆեդերացիայի սկզբունքով եւ Հայաստանն էլ իրոք կունենա դարավոր, ասենք, անվտանգություն եւ խաղաղություն։ Այս հռետորաբանությամբ, որ հիմա է, երեկել էին հավաքվել, երեկել էին խոսում, ես իմ էջում կիսվել եմ Արևմտյան Ադրբեջանի մասին, այսինքն այդ մարդիկ իրանց հռետորաբանությանը վերջ չեն տվել, մեր հողերի հանդեպ հավակնություն ունեն։ Այսինքն չեք հավատում իշխանությունների ընդդիմանը, որ արդեն խաղաղություն է հաստատվել։ Իհարկե չենք հավատում։ Այսինքն 153 միլիարդ դոլարի հայց է ներկայացված։ Դուք գիտեք այդ հայցերը շահելու են։ Դուք գիտեք ինչ առաջարկ է լինում միջազգային հանրությունից այդ ժամանակ։ Ինչ առաջարկ։ Ասում է հող տվեք, միջև փակվեք այդ գումարները։ Ադրբեջանը ռեպարացիայից չի հրաժարվել, մենք ռեպարացիաներ չունենք, մենք գերիներ չգիտենք ինչքան կա, մեր գերիները իհարկե հիմա Խարոզ արշավի համար, որպեսզի իշխանությունները հերոսանան, մի քանի գերի միգուցե կտան, Խարոզ արշավի համար, որ այս իշխանությունը մնա նրանք գովելու են, այս իշխանությունը ասում է, եթե չընտրվենք սեպտեմբերին է պատերազմ, չեն ասում, եթե ընտրվեն երբ է պատերազմ։ Երբ է լինելու։ Ես չգիտեմ, զիջողականության, քաղաքականությամբ նրանք անընդհատ գալու են մեզ ասեն, մի ամսից են ասելու, 2 ամսից են ասելու են, եթե չտանք պատերազմ, այսինքն այս զիջողականության, քաղաքականությունը մենք խաղաղության օրակարգ չենք կարող։ Խաղաղություն չի կարող լինի, եթե չունես լծակ։ Միջազգային լծակները չեն ազդում։ Սկսած Եղեռնից, երբ որ խախտված իրավունքների հարցը չի լուծվել, իսկ խախտված իրավունքը երբեք նոր իրավունք չի ծնում։ Ստեղծվեց եւ լուծարվեց ազգերի լիգան։ Քանի որ չդատապարտվեց, եղան կոտորածներ, եղան համաշխարհային պատերազմ, եղան կոտորածներ Ռուանդա, էլ չասած աշխարհում քանի տեղ եղան գենոցիդներ։ ՄԱԿ-ը նույնպես կա արդեն նախաբան, որ չի դատապարտվել։ ՄԱԿ-ը նույնպես չի աշխատում։ Հիմա Տրամպը ստեղծում է նոր կազմակերպություն, որպեսզի ՄԱԿ-ը լուծարվի։ Դա էլ չի աշխատել։ Մինչև աշխարհը չկանգնի եւ չճանաչի հայոց հարցը եւ չդատապարտի, չի լինելու ոչ մի բան։ Հասկանալի է, մի քիչ էլ տնտեսությունից խոսենք։ Բացի ճանապարհների ապաշրջափակումից, ինչպես է պատկերացնում Հայաստանի տնտեսական զարգացումը։ Տեսեք, մեր ծրագրում նախ ասեմ, որ մեր մոտ առաջի որոշում ենք ժողովրդին խոսք ենք տվել առանց գույքահարկ եւ անվճար քաղաքային տրանսպորտ։ Ոնց եք վերացնելու գույքահարկը։ Ոնց որ դա բյուջեի մի զգալի մասերից մեկն է, այսինքն գոնե 7-8%-ն է։ Ինչով ենք լրացնելու այդ բացը։ Հիմա կասեմ, 3 տարում Հայաստանը սարքել ազատ էկոնոմիկական գոտի, այսինքն մենք ասել ենք Կովկասի Դուբայ, հիմա գանք այդ գույքահարկի հարցին, հա։ 21 տարի է մեր հարկայինը գործում է, ճիշտ է։ Կոնկրետ թիվը չգիտեմ, բայց մոտավորապես 21 մոտավորապես տարի է, հա։ 21 տարվա մեջ ոչ ոքի կյանքը չի լավացել, միայն տեսնում ենք հարկայինի ղեկավարները շոկոլադի գործարաններ են առնում, դղյակներ են առնում, պետական, ասենք, ինքնաֆինանսավորում է կատարում պետական արշավներին, քարոզ արշավներին։ Տեսեք, այս աշխարհի համակարգը, որ բյուջեն ձևավորվում է հարկերից, սա արդեն ինքը կազմում է փլուզվող համակարգ, քանի որ դու չգիտես ինչքան հարկ ես հավաքելու։ Դու քո բյուջեն կազմում ես հաշվի առնելով, ասենք, քանի հատ ՍՊ ունես, քանի հատ տնտեսություն ունես եւ պլանավորում են հարկերի հավաքագրումը։ Դա արդեն տապալված է, դու չգիտես։ Լինելու է համաճարակ, լինելու է պատերազմ, լինելու է բոյկոտ, վաղը կարող է 100,000 ՍՊ դուրս գան եւ ասեն մենք հարկ չենք վճարում, չենք աշխատում։ Պետությունը պետքա փող աշխատի, ոնց որ ուրիշ նորմալ երկրներում է, պետությունը պետքա փող աշխատի։ Նախնդերքն է, փող աշխատի, պետությունը պետքա փող աշխատի, ոնց որ մյուս ասենք ոչ հարկային երկրներում է։ Իսկ գույքահարկը դա ընդհանրապես սկամ է։ Ես համարում եմ դա սկամ։ Քեզ տալիս են մի հատ թղթի կտոր, ասում են դու սեփականատերն ես, որ քեզ հարկեն։ Առաջ գոնե
այդ գլոսի թուղթ էին քեզ տալիս, հա, այդ սեփականության վկայակը։ Հիմա էդ էլ են շատ համարել, A4-ով մի հատ թուղթ են տպում, այս հողն ու ջուրը, ասենք, որ պապուցս եկել է իրանցից միլիոն տարի առաջ եղել է ու էլի լինելու է, ես չեմ բերել, ոչ էլ ծնվելուց պայմանագիր եմ կնքել ծնվելուց առաջ, որ պետք է ծնվեմ եմ։ Դա սկամ է, գույքահարկը, այս ռեժիմները պահելու համար, այդ նույն մարդակերների աղանդը պահելու համար սկամ, ուրիշ ոչ մի բան չկա։ Կան երկրներ, որ շատ նորմալ ապրում են առանց գույքահարկի, իսկ պետությունը, որ պետք է փող աշխատի, այո, պետք է փող աշխատի եւ այդ առաջարկը այս իշխանությունը լավ է լսում է, բայց գույքահարկը չի անում, ասենք, փայա մտնում մի քանի այդ ամուսարուն պղնձամոլիկտենային, այո, բայց ուրիշ ձև պետք է լինի, նրանք համ փայ են մտնում, համ ժողովրդի կյանքը չեն թեթևացնում։ Տրանսպորտը անվճար, իհարկե պետք է տրանսպորտը անվճար։ Մենք առաջարկ ենք արել քաղաքապետարանին, ձեր 300 դրամները չօգնեց, մենք քաղաքականությունից դուրս ենք գալիս, եկեք 6 ամիս էլ մեր առաջարկը քաղաքը բեռնաթափելու համար։ Եթե մենք տապալվենք, քաղաքականությունից դուրս ենք գալ։ Էդ եք ուզում, չէ՞, ուզում եք քաղաքական չեզոքություն ցույց տայինք, ընդունեք մեր։ Գիտեն, որ լինելու է, օդի մակարդակն է բարելավելու, գիտեն, որ քաղաքն է բեռնաթափվելու, եթե տրանսպորտը լինի անվճար։ Դու մարդուն հարկում ես տեղաշարժի համար, դու մարդուն պատժում ես տեղաշարժի համար, այդ հասկանում եք, այս ժողովրդի մեջ 30 տարի այնքան են նույն բանը կրկնել, որ մեր ասածները համ know-how է, երբ որ զոհվածի ծնողը հասկանում է, որ իր երեխան կարող է չզոհվել, երբ որ անհետ կորածի ծնողը հասկանում է, որ իր երեխան կարող է անհետ չկորեր, եթե ընդունվեր առաջարկ դրսից վարձկան բերելու, հա, երբ որ թոշակառուն հասկանում է, որ իրոք ինչի համար նա պետք է տրանսպորտին վճարի, հա, ինչ մարդուն հարկես տեղաշարժի համար։ Դե չես հարկում, ինքը վճարում է տեղաշարժվելու համար։ Դա հարկ է, հարկում ես դու, պատժում ես, ոչ թե միայն հարկում ես։ Մարդիկ կան, որ այդ փողը նույնիսկ չունեն, դա իրենց համար պատիժ է։ Դա հարկել է։ Մարդուն տեղաշարժի համար դու հարկում ես։ Շատ լավ, բայց պետության հիմնական նպատակը բիզնեսով զբաղվելը չի։ Իսկական պետությունների հիմնական նպատակը հենց բիզնեսով զբաղվելն է։ Մարդկանց անվտանգությունը չի, սոցիալական արդարության հաստատումը չի, Չէ, իհարկե, բայց սոցիալական արդարությունը ինչից է գալիս։ Պետությունը պետք է ապահովի սոցիալական արդարություն։ Իհարկե, սոցիալական արդարություններից մեկը աղքատությունն է։ Դու ստեղծել ես կառավարվող աղքատություն, որպեսզի ընտրությունից ընտրություն մարդկանց քայլես ու ասես սիրում եմ ձեզ, ինչ որ ձևական թոշակներ բարձրացնես, ինչի մեր երկրում պետքա թոշակը լինի այդքան ցածր։ 200,000 այս երկիրը կարող է միայն ակցիզները, եթե առանձնացնեն հարկերից, միայն ակցիզները, վառելիքի ակցիզ, սիգարետի, մի խոսքով ակցիզային ապրանքներ, եթե իրանք առանձնացնեն, մենք հաշվել ենք, հա, եթե մենակ հարկ այդ ընդհանուր բյուջեից ակցիզները առանձնացնեն եւ ասեն սա թոշակառուներն է։ Թոշակառուները մինչեւ 200,000 կարող են թոշակ ստանալ։ Բայց չեն անում։ Իրենց կառավարվող աղքատություն է պետք։ Եվ բոլոր ընդդիմադիր գործիչները, որ այսօր նայում ես, բոլորի նպատակն է մեկն է՝ գան այդ ժողովրդի հարկերին տիրանան, հարստանան եւ ժողովրդին էլի ոչ մի հարց չլուծեն։ Ում բերանից լսում ես նույն իշխանական խոսույթն է, հարկերից ոչ ոք չի խոսում, Արցախից ոչ ոք չի խոսում, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում, Արցախը հարցը լուծված է, պետքա դիմել, միջազգային կառույցներ, ընդդիմադիրներից ում հարցնում ես, նույն Խարոզ Արշավն են տանում։ Շատ լավ, ո՞րն է ձեր կարգախոսը այս ընտրություններին։ Մեր կարգախոսը, կարգախոսներ շատ ունենք, ամենակարևորը ասեմ, քանի որ այսօրվա Հայաստանի ընտրությունները հիմնականում դարձել են աշխարհաքաղաքական բևեռների բախման թատերաբեմ, այսինքն 3 գլխանի այդ վիշապը իբր պրո-ռուսական եւ իշխանությունը իբր պրո-եվրոպա կամ պրո-արևմուտք, որը որ իրոք իբր նայել է պրո-ռուսական, ստեղ ստեղծվում է մեծ պարակտում ժողովրդի մեջ, ժողովուրդը սկսում է իրար ատել, Հայաստանի շահ չկա, Հայաստանի մասին խոսացող չկա,
Մեր ամենակարևոր կարգախոսներից մեկը, որ ազգային այլընտրանք կա, դա հենց մենք ենք 9-րդ համարն է Քոչարի կուսակցությունը։ Այսինքն կարծում եք Փաշինյանն էլա պրոռուսական գործիչ։ Ես չեմ կարծում, ես տեսնում եմ, որ եթե իշխանությունը կամ պետությունը փոխում է իր անվտանգությամբ իր բևեռը, նա առաջին հերթին փոխում է իր անվտանգության բևեռը։ Մեր մոտ սահմանները ռուսական զորքերն են, ռուսական բազան է մեր մոտ եւ մենք դեռ հանդիպանում ենք այդ անվտանգության բլոկի անդամ։ Չկա սառեցման բանաձև, ես ամբողջ այդ պայմանագիրը կարդացել եմ, այնտեղ այդպիսի բանաձև գոյություն չունի եւ մենք միշտ մակում քվեարկում ենք Ռուսաստանի օգտին։ Ոչ մի անգամ վետո իրավունք չունենք, ոչ մի անգամ դեմ չենք քվեարկել։ Պարոն Սարգսյան, ինչու պիտի քաղաքացին ընտրի Քոչարի կուսակցությանը։ Նախ նրան համար, որ մենք իրոք լծակներ ենք տալու քաղաքացուն, որպեսզի քաղաքացին չսպասի 5 տարի, եթե մենք ձախողենք կամ չանենք մեր խոստումները։ Բիզնեսի պես, բիզնեսի մեջ մարդ ես ընդունում գործի փորձնական ժամկետ, 1 ամիս, 2 շաբաթ նայած ինչ գործունեությամբ պետք է մարդը զբաղվի։ Մենք այդ լծակներն ենք ժողովրդին տալիս եւ ժողովրդի կյանքը բարելավելու ենք եւ անվտանգության համակարգն էլ այնպես ենք բարելավում, որ այլևս հայր, մայր մեր զինվորի արցունք չթափի եւ չսպասի իր որդիներին։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։